Հարգելիներս, եթերում է սոցիալական դուետի հերթական հաղորդաշարը եւ հաղորդումը վարում են հանրային գործիչ տնտեսագետ Հրայր Կամենդացյանը եւ հանրային գործիչ պատմաբան Արեգ Սավգուլյանը։ Բարև ձեզ, պարոն Կամենդացյան։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Պարոն Կամենդացյան, մեր կարևորագույն թեման, որը բավականին հանրային մեծ ալիք բարձրացրեց, դա կապված է անցած շաբաթ Ծաղկազարդի տոնին, երբ որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունենում պատարագ, եկեղեցիական փաստորեն կրոնածես, այդ ժամանակ այդ խառնաշփոթ եկեղեցի։ Այո, վարչապետը իր ՇՔ խմբով եւ իր անվտանգության աշխատակիցներ զորքով, մի ամբողջ զորքով, տենց փահլևաներով, այո, լար խաղացներով, աճպարարներով, կիոկուշինկայկա մարզարվեստի գիտակներով ներխուժում է քաղաքավարի, այսպես ասած, ավելի շուտ ոչ քաղաքավարի, եւ այդ անվտանգության աշխատողները մի sense միջանցք են բացում վարչապետի համար։ Ինչի համար են այդ միջանցքը բացում։ Դե փաստորեն հերթը ինչ էր անելու, որ 10 մետր այս կողմ, թե 10 մետր այն կողմ։ Եկել ես հաղորդակցվեց ընդհանրենք մեր տիրոջ հետ, չէ՞։ Տիրոջ բարիքների հետ ես եկել հաղորդակցվեց, հոգեոր բարիքներ, կոմար ինչ տարբերություն, դու որտեղ ես կանգնած։ Ին վերի արտը ծորենն ես, ով ես, ինչ է, դա ուզածդ ինչ է։ Թե այդտեղ կանգնողը տիրոջը ավելի մոտ է լինելու, հա։ Այն հետի կանգնած ընդհանրենք հերո։ Պարոն Կամենդացյան, ես մի օրինակ բերեմ, կներեք, էլի պարոն Սավգուլյան։ Սաուդյան բանի թագավորական տունը աշխարհի հզորագույն հարուստ պետություններից մեկն է։ Դուք պատկերացնում եք, որ թագավորը երբ որ մահանում է, նրան տանում են գաղտնի անապատում թաղում են։ Ոչ մեկը ներկա թագավորներից, այս վերջերս Սալման ոնց որ առաջիններով էր։ Մահացավ այս մարդը, չէ՞։ Հուղարկավորությունը արել էին անհայտ։ Ընտանիքից մի 5-6 հոգի մասնակցել, էլ ոչ այդ հազարավոր, էլ ոչ ընդհանրենք շքերթներ, այդ ոչ էլ այդ ղզլ բաշները, արամ մեկին նայում ես, արա եկեղեցի ես մտել, այդ ինչ որ մի հատ դու իրար բռնած բան, ամոթը դուք հոգևոր կուլտուրայի բացարձակ պակաս։ Դուք եկել եք մեր տիրոջ բնակարան եք եկել։ Մեր տիրոջ բնակարան եք եկել։ Վեմ եք եկել։ Դուք եկել եք խորանի մոտ։ Խորանի մոտ դուք ինչ եք անում։ Այդ դրանցով որ հրմշտելով որ գնում ես, բայց դու չես ասում կանայք են կանգնած, երեխաներ են կանգնած։ Չէ, ես պետք է գամ առաջի տեղը կանգնեմ։ Գնա կանգնի։ Պարոն Կամենդացյան, անդրադառնանք միջադեպին, որը նույնպես այդ արձագանքի իհարկե հիմքը հրահրման աղբյուրը այդ ներխուժումներ եւ ընթացքում անվտանգության աշխատակիցները մարդկանց են հրմշտում, բրդում եւ այլն եւ հրահրում են մի հատ իրավիճակ, երբ 12-րդ դասարանցի երկվորյակ եղբայրներ են լինում այդտեղ Միքայելը եւ Դավիթը։ Բավականին Հաղթանդամ եղբայրներից մեկը թրաշ ուներ, լավ անուններով։ Այո, դրական անձնավորություններ էին։ Դավիթի անունով։ Այո, հայրեն ասել, ինչպես հասկացանք նաև այդ հանրային աղմուկից, նրանց դասընկերների կարծիքից, հայեցի դաստիարակություն ստացած երիտասարդներ, գերազանց կրթություն, այն հազվագյուտ երիտասարդներից, որ այդ ընթացքում շատերը կարող է իրենց ժամանցի վայրերում են այդ օրը անցկացնում, այդ տղաները գտնվում են եկեղեցում, հա, իրանց այդ Սամոսի գրքերն մի խոսքով։ Եվ մարդիկ եկել են հաղորդակցվելու տիրոջ հետ եւ պահպանում են իրենց ազգային եկեղեցիական ավանդույթները։ Հիմա այստեղ մի հատ իրավիճակ է ստեղծվում եւ որքան ես այդ տեսանյութերը փորձեցի դիտեմ, որտեղ շատ բաներ կար աղճատված էր, արդյունքում սենց է իրավիճակը։ Այդ հրմշտոցի արանքում եղբայրներից Դավիթը փորձում է պատասխանել, որտեղ տեղ բանա, եւ պատասխանում է ոչ թե վարչապետին, այլ ձեռքը ուղղված է անվտանգության աշխատակցի ուզում։ Եվ այս երիտասարդը խորությամբ էլ չի ընկալում։
Իրան թվում է ինչ որ մեկը, եւ իրոք ինչ որ մեկը, չէ։ Քաղաքացիական հակոստով Անվտանգության աշխատակիցը հո հանրային դեմք չի, հո Վահագն Ալեքսանյան չի, Արսեն Թորոսյան չի, Վահագն Ալեքսանյան ով է։ Դե իրանց բանը մարտիկներից է գաղափարական, համենայն դեպս Արսեն Թորոսյանն ով է։ Արսեն Թորոսյանը դա դոկտոր Մահը։ Հիմա մի խոսքով իրենց բաներն են, այդ հրոսակախումբը, այսպես ասած, համենայն դեպս այն հանրային դեպքերն են, որոնք ավելի շատ են երևում, քան թե անվտանգության աշխատակիցները։ Հիմա ստացվում է, պարոն Կամենդացյան, որ այդ երիտասարդները իրականում բավարար գիտելիքներ չեն ունեցել, բավարար զարգացած չեն եղել, որտեվ դեմքով չեն ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է ոչ միայն վարչապետին դեմքով ճանաչի, չգիտեմ, նաև վարչապետի ընտանիքը հանրային դեմքերն են, իրանց ճանաչի, падգամավորներին ճանաչի, նախարարներին ճանաչի, պարտավոր է նաև այս մարդու անվտանգության աշխատակիցների տետատետ ճանաչի, որ հասկանա, որ դա կառավարության մենեջերի անվտանգության աշխատողն է եւ ինքը պետքա պատկառանքով, խորքային հարգանքով վերաբերվի, որ իրան էլ հրմշտում են պատտվի մի հատ ներողություն խնդրել։ Ես մի հարց տամ։ Դուք պատմաբան եք մասնագիտության, պարոն Սարգսյան։ Իհարկե քրոնիկայի կադրերը բնականաբար վերջին 50-100 տարվա հնարավոր ուսումնասիրած կլինեք, տեսած կլինեք։ Դուք երբևիցե տեսել եք ընդհանրենք Իոսիֆ Ստալինին ինչ որ ախրաննիկներով ման գալուց, ոչ թե տեխնապ, այլ ախրաննիկ։ Տեսել եք բնականաբար։ Շարունակությունը։ Լեոնիդ Իլիչ Բրեժնևի, չէ, Խրուշովի ժամանակ տեսել եք ախրաննիկներին։ Եկեղեցի մտնեն բանանես։ Տեսել եք։ Կարծում եմ չի եղել։ Անցնենք հաջորդը։ Լեոնիդ Իլիչ Բրեժնևը ախրաննիկ։ Բարի բուն մասով ախրաննիկը գիտեք ով է։ Այս կարգի դեմքով դեմքի մտավորական արտահայտությամբ չակը սուր մտավորական քիչ հանդիպող բայց տարածվող այս ձևի մի անձնավորություն է եւ աշկերի յուրահատուկ կրակով այն որ բաներ կան հաստոսներ կան ուղղահայաց ընդհանրենք փորող հաստոսը այսպես փորող աշկերով մարդ փորող դες հայացքով վերադառնա 20-րդ դարի առաջին 20-ամյակը այն Լենինանը մի չարագործ է եղել աշխարհի ամենամեծ չարագործներից մեկը Լենինը այնքան առանց ախրանիկ մանեկա միջև Կապլանը եկավ փողոցում գնդակը հարեց Լենին գնաց հիմա այս մեր այսքան պետությունը որ քարտեզի վրա որ մեկ ուզենա գտնի դժվար գտնի այս մեր դե իր այս իշխանությունների շնորհիվ ընդհանրապես չի երևում քարտեզը արդեն համարյա դե մաս կտրվում է այնքան բաներ վերջերս որ մակետի տեսքով կպցնում են իրաց վրա որ երևա կտրելով այս ճանապարհը հանձնելով այն մյուս սարը հանձնելով այս մեկան վերջը Հայաստանը բերլան դա իրանց այդ մակետ են Պարոն Կամենդացյան 20000 հեկտար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից այսօր Ադրբեջանի կազմում է այդ շեղվենք հիմա դուք տեսել եք մեկին ձևի ախրաննիկներով օրես մի փոքր պետության մեջ դու այդ ինչ վախը մեջ ես ապրում եկեղեցի գնալուց նույնիսկ այդ 20-30 հոգով այդ 20 չէ շատ էին 50-70 հոգի ախրաննիկներ են Պարոն Կամենդացյան հիմա կներեք էլի եկեղեցին ընդհանրապես դա մի վայր է որտեղ ցանկացած մարդ աստվածային շնորհների հետ հաղորդակցվելու հնարավորություն ստանում այդ աստվածային շնորհները Աստծո գոյությունը Աստծո մեր միացնի գոյությունը պատկերները ոսկի ընդհանրեն խորհուրդները երկհասացությունը սաղմոսները այդ վարակույրներից սկսած կախ կարասիներից ընդհանրեն մոմականներից սկսած չէ եւ այդ ամբողջի հետ միասին պատմական ցեմենտը այդ ամեն ինչի մեջ հոգեվոր ցեմենտը սոսինձը հոգեվոր դրանք մարդուն յուրահատուկ վեհություն են բերում այդ պահին մարդը ինքը դառնում է զգացմունքային էակ որտեղ հաղորդակցում է այն հիմնականի հետ որի որ համար մենք այս աշխարհում ենք ձեզ անկեղծ ասեմ հիմա
Մարդը այս զգացումներով սաղմոսները կարդում է, կողքի ժամերգությունը լսում է, ծնծղաների ձենը լսում է, այն իր հարևանի թադեն կանանց տղամարդկանց աղոթքները կիսա խլացրած էր, որ չխանգարեն մեկը մյուսին։ Այս ամուսնուս լսում է, մեկ էլ մի հատ ինչ որ մի 50 հոգանոց խումբ մտնում է ու քշում է առաջ։ Գյադեկեսյան։ Պարոն Կամենդացյան, բնականաբար շատ ճիշտ դիտարկում արեցիք, եկեղեցում երբ որ մարդը տրվում է աղոթքի կամ մասնակցում է պատարագի, յուրահատուկ հոգևոր, էմոցիոնալ, գրավիտացիոն, այսպես ասած, դաշտ է ձևավորվում, որտեղ մարդը փորձում է նաև այս ընդհանուր այս ստրեսների ծանր իրավիճակից կդրվի։ Եվ այդ միջավայրում մարդը ինքնին նաև մենակ է եւ մենակ հաղորդակցում է, հա։ Երբեմն մարդը հոգնում է այս ընդհանուր աղմուկից, ինքը փորձում է, որ մեդիտացիայի մեջ անցնի։ Այո, տրվի նաև միայնության, տրվի նաև աղոթքի եւ ինքը գտնում է, որ ինքը Աստծո տանն է, ինքը այդտեղ բացարձակ պաշտպանվածության մթնոլորտում է։ Այո։ Եվ իմ մոտ գիտեք ինչ տպավորությունն այն է, շատ են իհարկե այս գործող ղեկավարին համեմատում չարուժերի, չարիքի եւ այլնի հետ, բայց մենք կարծում եմ այդ օրը ականատես եղանք յուրահատուկ աղանդավորական կրոնացիսական արարողության, երբ գայլերը ներխուժեցին Աստծո տուն եւ այնտեղից հոտի անդամներ տարան։ Եվ երկու եկվորյակ եղբայրների ձերբակալությունը պատահական չէր այդ չքախմբով ներխուժելը, հրահրել է այդ ժողովրդին եւ այդ օրը նաեւ հոտի երրորդ անդամին էլ տարան։ Հիմա էլի այդ տղայի անունն էր Միքայել, քանդրադառնամ, այդ խառը ժամանակաշրջանում, երբ որ իրենք եկեղեցուց դուրս են գալի, վարչապետի ավտոշարասյունը կանգնում է, կայանած է լինում էլի այդ կենտրոնում միտեղ, մի երիտասարդ, որի անունը Միքայել է, 18 տարեկան, գնում է տանախպը թափելու եւ տեսնում է վարչապետի մեքենան կանգնած։ Իրավապաշտպանը Ռուբեն Մելիքյանն էր, ինքն էր պատմում։ Եվ երբ որ այս տղան տեսնում է այդ վարչապետի ավտոմեքենան, թքում է այդ ավտոմեքենայի վրա, որից հետո արագ այդ թիկնապահները դուրս են գալի, ախրաննիկները դուրս են գալի, ասում են, «Էս ինչ ես անում»։ Իմիջիայ ախրանան գիտեք որտեղից է։ Ախրանկա։ Ես ցարական ախրանկան է դա։ Այդ ցարական ախրանկան հետ այդ մեր նկարագրածն է։ Այո։ Հիմա կանդրադառնանք, ես շարունակեմ եւ հիշենք նաեւ, որ ցարական ախրանկայի անդամ որոշակի փաստաթղթերով էր նաեւ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը։ Մի խոսքով անդրադառնամ այս երիտասարդին։ Այս երիտասարդը թքում է վարչապետի ավտոմեքենայի վրա, անվտանգության աշխատակիցը դուրս է գալի, հարց է ուղղում, ասում է, «Էս ինչ ես անում»։ Ինչի արեցիր։ Ասում է, որովհետև այս թուրքը մեր հողերը ծախել է թշնամուն։ Այսինքն, նայեք, ստեղ նորից տարբեր վարկածներ շրջանառվեցին, դա պատահական չէր, ինչ։ Այս տղային էլ են ձերբակալում։ Այս տղային էլ 48 ժամ են տանում։ Այսինքն մի օրվա մեջ բայց մի ազատամարտիկ էլ են ձերբակալում։ Այո, ազատամարտիկի Գրիգորյան։ Այո, ազատամարտիկը, որը միջամտում է եւ թույլ չի տալիս, որ վարչապետի ախրանեն, սենց ասած, ջախջախի չարվածներ տա այդ երիտասարդին, որտեվ կոնկրետ խաչի դիմաց։ Այո, որտեվ Դավիթին, եթե միակ տեղը, որտեղ փաստացի երևում է, որ վարչապետի թիկնազորի անդամ, եւ որ մարդ են հարվածել, այդ վարչապետի թիկնազորի համապատասխան անդամն է, որի նկարը ցուցադրեցին, մոտենում է, հարվածում է այդ երիտասարդի դեմքին, այդտեղ մարդիկ արդեն խառնվում են, որպես պատնեշ թույլ չեն տալի։ Դա արդեն այսպես ասած գործողությունից հետո էր, որ իբրև թե Դավիթը փորձել է խփել վարչապետին։ Դրանից հետո արդյունքում 3 հոգի, 3 երիտասարդի սրանք ձերբակալում են։ Հիմա շատ չմանրամասնեմ այդ դետալների մեջ չխորանամ, խնդիրը հետևյալն է։ Մի եղբորը ազատ են թողում, իսկ Դավիթին, որը ուներ ազատազրկման հետ անհամատեղելի առողջական իրավիճակ եւ ինչ-որ բազմաթիվ հիվանդություն։ Այո, դիագնոստիկ այդ փաստաթղթերի տրցակը բառից բուն իմաստով մայրը փաստաբանի միջոցով փոխանցել էր դատավորին, այդ նշանավոր զավեշտալի դատավոր մնացը
հաշվի չառնելով Մնացը որ նախկիներից մնաց միջև։ այո, բանը նախկիններից ամենանախկինը, հավատարիմներից ամենահավատարիմը, դավաճաններից ամենադավաճանը, ինչպես ասում է հայտնի ֆիլմում։ Եվ այս պարագայում դատավորը, որը պետք է լինի արդարը դատության գործիքը, ոչ թե վարչապետի ներքին SMS-ային, այսպես ասած, հրահանգիչը։ Այս դատավորը փաստացի հաշվի չի առնում այս փաստաթղթերի նշանակությունը, որոշում է կայացնում, որ Դավիթ Մինասյանի պետք է 2 ամսով կալանավորեն, երիտասարդը արդեն իսկ քրեակատարողական հիմնարկ գնալու ճանապարհին ուշագնաց է լինում։ Բնականաբար վախեցել։ Ավելին, բայց նաև ոչ միայն նաև ստրեսը, նաև առկա իր հիվանդությունները։ Ուշագնացություն, շնչառության կանգ եւ դրան գումարած նաև ասացին, որ տղայի եղունգներն ասված։ Այսինքն այդ բոլոր հիվանդությունների բանն է։ Պորտկումն է, ասած ասած, սպազմ է տվել։ Հիմա խնդիրը հետեւյալն է. եթե դու դատավոր ես, դու հաշվի չես առնում այդ երիտասարդի իրավիճակը։ Փառք Աստծո, ամեն ինչ դեռ բարեհաջող է, չնայած հստակ տվյալներ չեն ասում, որովհետև երեք նույնիսկ Աբովյան ԲԿ-ն հրաժարվել էր ընդունել եւ այդ երիտասարդեցին բերեցին Նայիրի բժշկական կենտրոն։ Խնդիրը այն է, որ մեր երկրում սոցիալական եւ իրավական արդարությունը մնում է խոցելի եւ մենք փաստացի այս վերջին դատական որոշմամբ ականատես եղանք, որ Հայաստանի Հանրապետությունում պարզապես արդարադատություն գոյություն չունի։ Ես մեր օրինակ բերեմ, պարոն Սաղուլյան, քանի որ այդ քննարկվող եկեղեցի այսպես մուտ գործող այդ ենիչերների, այսին Ղզլբաշների, այդ զինվորականների, այսին սկորդեմքերով, այդ ախրանիկների այս թեման որ կա, ես այդ անձնավորությունը բավականին նման է Մուսոլինիին։ Մուսոլինի դեմ գիտեք քանի մահափորձ է եղել։ Մի զգալի մասը բեմադրված, բայց եղել է նաև իրական մահափորձեր։ Նու չեմ ասում են քարերով խփել է բան, էսկոմեկով, ավելի բանը բարդ գործողություններ են եղել։ Մուսոլինին այդ հիմնական այդ կատարողների բաները ներում է շնորհել։ Ընդ որում առանց դատավարությունների։ Հայտնաբերել են, բռնել են, իմացել ով է, արասել լավ, գնալ ինչ ես ինձ այնց ուզում։ Այդ դրանով բրծել է այդ ամեն ինչը։ Էլ առաջիացան, երկրորդացան, ԲԿ, ես իմ քրեակատարողական, ես ինչ բան։ Այդ Մուսոլինի կոչեցել է ընդհանրենք, հասկացել է, որ ախր եթե մի բան կա, այս մարդուն տանել, փակել, էս անել, այն անել, դա իրեն պատիվ չի բերում։ Պատմական ռակուրսի մեջ, երբ որ դիտարկում ենք, սա իրեն պատիվ չի բերում։ Ինչ է նշանակում։ Ասում է, այդ որ դուրս են գալի, ասում է, ձեն չանեք, թող մնա տեղում։ Այո։ Այս դուրս է գալի հարցակում բան։ Հիմա մի օրինակ եմ բերում պատմական։ Նայեք, երբ որ զանազան նվաճողները արշավել են Հայաստան, ժողովուրդը թաքնում է երկու տեղ։ Քաղաք, երբ որ փորձում են գրավել այդ Օսմանները, Սելջուկները, մնացած բոլոր թափթփուկները, չեմ ուզում առանձին հիշատակեմ։ Թաքնում են Միշնաբարդում էլիտան, իշխանավոր ընտանիքը, մեկ է նրա մտերիմները եւ եկեղեցում փորձում էր թաքնել ամբողջ ժողովուրդը։ Հիմա երբ որ եկեղեցում կա, եկեղեցում մարդ հավաք, եկեղեցի մտնում ես մարդ ես պոկում, հավատավոր մարդկանց, հավատավոր հոտից։ Դա քեզ տանում է այդ նույն Օսմանների, Սելջուկների եւ մնացած բաշի բոզուկների շարքում է քեզ տեղ։ Այո, հավասարեցնում է դրա։ Հավասարեցնում է, ինչ նշանակում։ Այդ երեխային չի կարող ընդհանրեն գտնել։ Նկարնել կար, ամիջը երեկոյան կգնայիք, տանը ընդհանրեն զրույց կունենայիք, հետը կվերցնեիք, չէ, պիտի մտնեին, քաշեին այդ Բաքում, եկեղեցու Բաքում երախտավորներ կան, եկեղեցու հոգևոր հայրեր կան, անցած գնացած դրանց տապանակարերի վրա վազում, այդ տապանակարերի վրա այդ վազում են ցեխոտ կոշիկներով մարդ են բռնում։ Հարի Օսվալդը, որ Ամերիկայի նախագահին այսպես սպանեց, այդ ձև չէին բռնում, ոսոր այնօր էս որ տեսա
Այս կարգի մի հատ երեխա են բռնել։ Պարոն Կամենտացյան, քանի որ ժողովրդական լեզվով ասած զատիկն է, Այո, բոլորին շնորհավորում ենք, այո, բոլորը զատիկը շնորհավոր, սիրելի հայ ժողովուրդ։ Զատիկը դա ոչ միայն քրիստոնեական տոն է, դա մեր ազգայնացված, տեղայնացված տոնն է։ Եվ կգան իշխանավորներ, կգան, կգնան, եղանակների նման կփոխվեն, աշխարհը կփոխվի, բայց մեր հավատքը, մեր հավատքի տաճարը պետք է անփոփոխ մնա, եւ այդ հավատքի տաճարի բովանդակությամբ եւ Աստծո մեր ընկալմամբ եւ մեր միացնի եւ մեր Մարիամ Աստվածածնի շնորհներով մեր ժողովրդին այսօր ասում ենք բոլորի տոնը շնորհավոր լինի եւ բոլորի տներում լինի ուրախություն, երջանկություն եւ կարևորը ջինջ համակեցություն եւ հավատի հաստատունություն եւ հույս, որովհետեւ Տերը մեր հետ է։ հույս, հավատսեր եւ ամենակարևորը այն անձինք, որոնք հանիրավի այսօր փակված են անազատության մարտիրոսներ։ Այո, խոսքը մեր նաեւ քաղբանդարյալների մասին է, այդ մարդկանց ազատություն լինի եւ իրենց ընտանիքներին համբերություն։ Այսօրվա հաղորդումը եկավ իր տրամաբանական ավարտին։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հաջողություն ձեզ։